Բայց բան է։ Նույնական ասման քարտը ներկայացրեցիք, ես հիմա դա կջնջեմ, ինձ մոտ որ ներկայացրել եք, մնաց դիպլոմի կամ ատեստատի պատճենը ներկայացնեք։ Հիմնական խնդիրները դրանք կապված են թեկնածուների անհրաժեշտ փաստաթղթերի հետ, տեղեկանք այն մասին, որ իրենք ունեն թվելու իրավունք, հիմնական բացթողումները անձնագրային տեղեկանք, մինչև պահը չեն բերել, միտեղ կուսակցություններից մեկի մոտ հայերենի իմացությունը հաստատող փաստաթուղթը այլ ազգանունով էր, երևի հետագայում փոխել էր ազգանունը, մանր-մունր այդպիսի թերություններ։ Կան թեկնածուներ, որոնք չեն ներկայացրել իրենց վերջի 4 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու քաղաքացիություն ունենալու այդ տեղեկանքը, որը տալիս է լիազոր մարմինը։ Տեխնիկական նախնդիրները բավականին շատ են, հիմա փորձում ենք ամեն մի կուսակցության փաստաթղթերը նայելով բարբերաբար կապի մեջ ենք լիազոր ներկայացուցիչների հետ, իրենք գալիս են մեզ մոտ, մենք քննարկում ենք, զանգահարում ենք, այսինքն ամբողջ օրը մենք իրենց հետ կապի մեջ ենք, որպեսզի բերեն համարեն այն պակաս փաստաթղթերը, որոնք կան, կամ որոնք որ փոփոխման ենթակա են փոխել։ Կային կուսակցություններ, որոնք չէին ներկայացրել կանոնադրություն, այլ կանոնադրության պատճեն էին ներկայացրել, քանի որ ընտրականորեն գիրքը պահանջում է կանոնադրության բնօրինակ է, ասում է կանոնադրություն, եւ կենտրոնական տրականաժողով ուսումնասիրում է կանոնադրությունը, օրինակ բարձելու համար թե արդյոք հենց այդ մարմինն է մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության, որը ներկայացրել է առաջադրման վերաբերյալ որոշում։ Հարգելի գործընկերներ, վաղը ժամը 4-ին մենք արտահերթ նիստ պիտի անենք, որպեսզի 40 ժամերը տրամադրենք, որպեսզի ամսի 2-ի աշխատանքային օրվա վերջին արդեն իրանք հնարավորություն ունենան, բոլորը հնարավորություն ունենան իրենց փաստաթղթերը լրացնեն։ Եվ մենք էլ հնարավորություն ունենք, որ ամսի 3-ի առավոտյան ժամը 10-ին արդեն գնացման նիստը սկսենք։